Ավելի քան 3.5 ժամ պահանջվեց դատարանից Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը հրապարակելու համար։ Գրեթե կեսգիշերին Կարապետյանի պաշտպանական թիմը Ավանի դատարանի բակում լրագրողներին հայտնեց, որ ապօրինի որոշում է կայացրել դատարանը։ Ցավոք պետք է բոլորիդ հայտնեմ, որ ապօրինությունը այսօր գերակայեց։ Պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք էսի աբսուրդի գագաթնակետն է։ Փաստաբանները պնդում են, որ փաստական հիմք չի ունեցել դատարանը Կարապետյանին 2 ամսով կալանավորելու համար։ Դատարանի միակ փաստը Կարապետյանի հարցազրույցն է, որտեղ նա ասում է, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, իրենք իրենց ձևով կմիջամտեն եկեղեցու դեմ արշավին։ Այս հայտարարությունը դատարանը համարել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Ստացվում է, որ գործարարը, որը իր ամբողջ կյանքում բացի բարիք ստեղծելուց, բացի բարեգործություն անելուց, Հայաստանում ուրիշ ոչ մի բանով աչքի չի ընկել։ Հիմա այս մարդուն կալանավորել են միայն այն բառի համար, այն նախադասության համար, որ ինքը ասում է, ես հայ առաքելական եկեղեցու կողքին եմ։ Դատարանում Կարապետյանի փաստաբանական թիմի հակափաստարկներին 3 քննիչ է փորձել պատասխանել, այնինչ դատական նիստերին սովորաբար 1 քննիչ է ներկա լինում։ Փաստաբանական թիմը ավելի քան 4 ժամ տևած դատական նիստի ընթացքում հասկացել է, որ անգամ մեղադրանքը ներկայացնող դատախազը չի կարողանում հիմնավորել Կարապետյանին կալանավորելու քննչական կոմիտեի միջնորդությունը։ Դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանը Սամվել Կարապետյանի ուղերձն է ընթերցում։ Կարապետյանը պնդում է, որ շինծու դատական գործերով չեն կարող շեղել իր ընտրած ուղուց, ժողովրդի հայ առաքելական եկեղեցու կողքին է լինելու։ Մեր հաղթանակին այլ ընտրանք չկա, առաջ Աստված։ Փաստաբաններն ակնկալում են, որ գոնե դատարանի որոշումը բողոքարկելուց հետո արդարացի վճիռ կլինի։ Ովքեր որ սպասում էին, որ կալանք չի լինելու, առնվազն Նիկոլ Փաշինյանին չեն ճանաչում, որովհետև նա ուղիղ տվեց իր հրահանգը ազգային ժողովում նստած, եւ այդ հրահանգները այնքան անթաքույց էին իր հրապարակային ստատուսների տեսքով։ Թագուհի Թովմասյանը աբսուրդ է համարում, որ մարդուն կարող են կալանավորել զուտ այն հրապարակային հայտարարության համար, որ ինքը աջակցում է հայ առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կհամարձակվեն Աստծո տան հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել, արժանանալու են Սամվել Կարապետյանին ճակատագրին։ Միանշանակ քաղբանտարկյալ է Սամվել Կարապետյանը, վստահեցնում է ազգային ժողովի պատգամավորը։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանն է որոշում մեր երկրում բոլոր հարցերը, եւ դատավոր է, եւ կաթողիկոս, եւ իրավապահ։ Այստեղ ավարտվել է Հայաստանում իրավաբանությունը, քրյա դատավարությունը եւ Հայաստանում ուղղակի չկան դատարաններ։ Դատարանի բակում հավաքված հազարավոր մարդիկ հիշեցնում են Կարապետյանի բարեգործությունները։ Տաշիրից Երևան եկած Նունեն արցախցի է, ասում է Կարապետյանի ներդրումները եւ Արցախում է տեսել եւ Լոռիում է տեսնում հիմա։ Սամվել Կարապետյանը իր ներդրումները, իր սեփական գումարներով ամեն ինչ Արցախի հանրապետության համար արել է։ Նունեն նայում է ոստիկանական քարաշերտ պատին ու մտածում, թե ումից ինչն են պաշտպանում իրավապահները։ Կարապետյանը իշխանությունը զավթելու կոչեր չի հնչեցրել։ Եթե տենց է ամեն մեկս ամեն օր ասում ենք ձեզ, դուք ձեզ, բայց եկեք մեզ էլ բռնեք։ Մենք էլ ասում ենք, ասել ենք, չէ՞։ Բայց այն մարդը ոչ զավթել, ոչ էլ կոչ արել, եկեք գնանք զավթել։ Պայքարի կոչ է հնչեցրել բարերար գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, հայտարարել է, որ դատարանի որոշումը պետք է օգտագործել արդարության հասնելու նոր պայքարի համար։ Ուզում եմ բոլորիս մաղթեմ հետևողական ու ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզենան ու չկարողանան առանց պատճառի կալանավորեն, առանց պատճառի ուզենան զսպեն իր հայացքների համար։ Կարապետյանի հազարավոր աջակիցներին տեսնելով մեծ էներգիա է ստանում իրենց ընտանիքը, ասում է Նարեկ Կարապետյանը։ 2 ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում ու ինչ էներգիա ենք մենք զգում ձեզանից։ Այսօրվա որոշումը դա մի մեծ ճանապարհի փաստորեն սկիզբ է
այս ճանապարհը պետքա ունենա տրամաբանական ավարտ, հաղթական։ Այն հաշվարկը, որ մարդիկ արել են, իրանք ոնց որ սխալ հաշվարկ են արել մի անգամ։ Իսկ իրենց հաշվարկներում քաղաքական պայքարն է։ Բոլորիս Լրագրողի հարցը Նարեկ Կարապետյանը թողնում է օդում։ Քաղաքական պրոցեսներ սկսվել է, պարոն Կարապետյան։ Լիլիթ Սարգսյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։